Հարգելի հեռուստադիտողներ, Գալայ հեռուստաընկերության եթերում Իմ իրավունքը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Տաղավարում այս անգամ հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին։ Բարև ձեզ, տիկին Ալավերդյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն, ինձ համար մեծ պատիվ է ձեզ մոտ միշտ հյուր լինելու։ Այսօր միասին զրուցելու ենք հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի մասին, որը վերջին շրջանում դարձել է բուռն քննարկումների առարկա, հատկապես այն Հայաստանի Հանրապետության արտարադատության նախարարի հիշյալ հայտարարությունից հետո, որ դատապարտյալների համար բերանկարելը դարձել է սովորական երևույթ։ Սկսենք նրանից, արդյոք դա սովորական երևույթ կարելի է բնութագրել։ Ես պետք է ասեմ, որ անշուշտ արտահայտությունը անհաջող է։ Գոնե այն առումով, որ անգամ եթե մի բան էր ուզում ասել պարոն նախարարը, այն առումով, որ դա ընդունված պրակտիկա է բողոքի բերդերում, դա մի բան է, բայց արտահայտությունը, որը արվել է եւ տարածվել է, կարծես թե հումանիզմի պակաս ուներ իր մեջ, ու դրա համար դա բուռն այդ քննարկումները դրա հետ են կապված։ Եթե կրկնում եմ, դա պետք է ուղղակի արտահայտվեր, որ երկար տարիներ արդեն հայտնի է այդ մեթոդը բողոքելու, եւ պետք է ասեմ, դա ծայրահեղ մեթոդներից մեկն է։ Այսինքն ես չեմ կարող համաձայնվել, որ դա առօրյա է կամ հասարակ բան է եւ ամեն մեկը կգնա դրան։ Թե ինչի համար են հիմնականում բողոքում դատապարտյալները, թեմային մենք անդրադառնանք, այժմ առաջարկում եմ դիտել թեմայի վերաբերյալ պատրաստված տեսանյութ, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հեռուստադիտողներ, դիտենք տեսանյութը, որից հետո կշարունակենք մեր թողարկումը։ Քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը շարունակում է մնալ անհանգստացնող, հատկապես նախնական կալանքի տակ գտնվող անձանց համար ստեղծված չեն համապատասխան պայմաններ։ Քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են, հայտարարեց Ազգային ժողովի եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Այն օրենսդրական փոփոխությունները, որոնք միտված են համակարգի թափանցիկությանը, իրականում չեն ծառայում իրենց նպատակին։ Հասարակական սեկտորին խորհրդարանական լսումներին մասնակից դարձնելու անհրաժեշտությունը վաղուց էր առաջացել, շարունակեց Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Եվ բնականաբար կբացահայտեն այն խնդիրները, որոնք հայտնաբերվել են քրեակատարողական հիմնարկներում։ Մենք ուրեմն գույքագրել ենք, հավաքագրել ենք բոլոր այն խնդիրները, որոնք կարող են բերել օրենսդրական փոփոխությունների։ Ոչ ոք լավ չի կարող իմանալ բանտային կյանքը, իր ելույթում հայտարարեց արտարադատության նախարարը, նշելով, թե 13 քրեակատարողական հիմնարկներում այսօր պահվում է 4800 դատապարտյալ։ Անդրադառնալով դատապարտյալների կողմից ինքնախեղման դեպքերին, մասնավորապես բերանը կամ աչքը կարելու երևույթներին, Հրայր Թովմասյանը նշեց, թե իր հանձնարարականով քրեակատարողական հիմնարկների ղեկավարությունը ոչ մի դեպքում ընդառաջ չի գնալու ինքնախեղված կալանավորների պահանջներին։ Արտարադատության նախարարը հայտարարեց, նման քայլի կալանավորները հիմնականում դիմում են, որպեսզի ուշադրության կենտրոնում լինեն։ Հայտարարում եմ, մեկ անգամ եւ վերջնականապես, երբեք նման պահանջների ընդառաջ չեմ գնալ։ Որոշ տեսաբաններ այս ինքնավնասումները դիտարկում են ահաբեկչական ակտի հետ, որի զոհը հենց տվյալ անձն է, եւ ինչպես այն դեպքում, այս դեպքում եւս այդ պահանջները չեն կատարվում։ Կալանավորի կողմից բերանքարելը, եթե դուք դիտարկում եք ահաբեկչական երևույթ, ուրեմն մեկ անգամ եւս վերահաստատում եք ավելի վաղ արած ձեր այն հայտարարությունը, թե կալանավորի կողմից բերանկարելը սովորական երևույթ է, ինչպես որ աղջիկների համար ականջող կրելը, հակադարձեց Նաիրա Զոհրաբյանը, երկխոսությունը վերածվեց բանավեճի։ Իմ տպավորությունը այնպիսին է, որ դուք դա շարունակում եք համարել նորմալ երևույթ, այսինքն դուք դա թույլ տվեք հարցը ձևակերպեմ։ Հարցը արդեն տասնյակ անգամ եք ձևակերպել։ Ես առաջի անգամ եմ ձևակերպում։ Չէ, այսպես երբ որ տեսնում եք էկրաններին տասնյակ անգամ կրկնել։ Դուք դա համարում եք նորմալ, որևէ մեկը շոու դուք համարում եք նորմալ։ Դա ձեզ համար առաջին հերթին պիտի լիներ աննորմալ երևույթ եւ ոչ թե բանտային ռիտուալի մաս։ Ես ասել եմ, որ կան մարդիկ դատապարտյալներ, որոնց համար դա սովորական է։ Եթե ցանկություն ունեք, կարող եմ այդ մարդկանց հետ ծանոթացնել։ Մեկին դուք տեսել եք։ Մենք բազմաթիվ մարդկանց հետ տեսել եւ որևէ մեկի համար դա սովորական չի եղել։ Հյուր եմ եւ փորձեք ձեզ պահել այնպես, ինչպես տանտերը։ Երբ որ հյուրը խոսում է, փորձեք չտալ։ Չէ, դուք փորձում եք խեղաթյուրել փաստերը։ Հասարակական սեկտորի ներկայացուցիչների հարցերին պատասխանել Հրայր Թովմասյանը հրաժարվեց, նշելով, որ ինքը շտապ է, իսկ ովքեր ունեն հարցեր, կարող են գրավոր ուղարկել։ Ես պարոն Ռոստոյանին խնդրեմ առանձին կտայել կպատասխանեմ։ Ես հիմա ուշանում եմ։ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր խոսքում անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին նշեց, որ այդ ամենը մտահոգիչ պետք է լինի բոլորի համար։ Կալանավայրերի գերբեռնվածությունը առաջացնում է նոր խնդիրներ իրենց բացասական հետևանքներով։ Դատական համակարգը անկատար է, հայտարարեց օմբուդսմենը։
Եվ մենք նորից վերադառնում ենք ինձ համար գոնե նույն կետին, արդարադատություն, որ այսօր խոց է, այսօր ցավ է ամբողջ մեր երկրի համար բոլոր ոլորտներում, սկսած կալանավայրերից, վերջացած մենաշնորհներից, վերջացած հարկային, մաքսային, պետռեգիստր, նոտարիատ եւ մնացած բոլոր կենցաղային ու ոչ կենցաղային խնդիրներից։ Քրեակատարողական հիմնարկներում առկա իրավիճակի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրեցին նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, հանդես գալով առանձին առաջարկություններով։ Նշենք, որ կալանավայրերում առկա խնդիրները կարգավորելու նպատակով այս ձևաչափով հանդիպում քննարկումները կրելու են շարունակական բնույթ։ Դիտեցինք տեսանյութը, այժմ շարունակում ենք մեր թողարկումը։ Տիկին Ալավերդյան, ինչ եք կարծում, ինչի համար են հիմնականում դժգոհում դատապարտյալները։ Տեսեք, մի խնդիր կա, որը ես պետք է անպայման հնչեցնեմ։ Հիմնականում դատապարտյալների ամենամեծ բողոքը անարդար վճիռներից է։ Եվ պետք է ասեմ, հենց այդ դեպքերում է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը ամենաքիչն է, որ կարող է մի բանով օգնած լինի։ Այստեղ պետք է գնա արդար դատավարության համար պայքարը մենք պետք է շարունակենք։ Դա մենք այսինքն հասարակությունը։ Երկրորդը ես հստակ համոզված եմ, որ պետք են փոփոխություններ եւ օրենսդրական, եւ վերջապես այդ մտածելակերպի մեջ, այդ ինչպես է, որ բոլոր զարգացած երկրներում ընդունում են, որ տեղի կարող են ունենալ դատական սխալներ, իսկ Հայաստանում այդպես անթերի դատական համակարգ է եւ անսխալական դատավորներ։ Եվ կրկնում եմ, ամենավատ վիճակի մեջ է ընկնում մարդու իրավունքների պաշտպանը, լինի հասարակական կարգով, թե Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, երբ որ դիմողը ասում է իմ վճիռս անարդար է, այստեղ շատ քիչ բան կարող է անել, եթե չասեմ ոչ մի բան չի կարող անել։ Երկրորդ բողոքի այսպես դաշտը, որը վերաբերվում է, էլի քիչ են հնչեցնում դրա մասին։ Դաշտը, որտեղ որ ոտնահարվում են այն իրավունքները դատապարտյալի, ինչպիսին են օրինակ սեփականության իրավունքը։ Դա տեղի ունենում շատ անգամ ընտանիքի կամ հեռու բարեկամների կամ ազգակիցների կողմից եւ տվյալ դեպքում ես դա համարում եմ ամենածանրագույն վիճակ եմ համարում, որովհետեւ փաստորեն բոլորը գիտեն, որ գտնվելով անազատության մեջ մարդը շատ ավելի քիչ ունի հնարավորություն պաշտպանելու իր իրավունքները, որոնք որ դեռ ինքը պետք է շարունակի ունենալ վերադառնալուց հետո։ Ես սեփականության իրավունքը, բնակարան եւ այլն բերեցի ինչպես ամենատիպայինը։ Քրեակատարողական հիմնարկները բազմից այդ հարցը բարձրացվել, գեր ծանրաբեռնված են, օրենքով յուրաքանչյուր կալանավորի հասնում է 4 քառակուսի մետր տարածք, բայց այսօր շատ են բարձրաձայնումներ այն մասին, որ խցերում ավելի մեծ թվով կալանավորներ են պահվում, քան օրենքն է սահմանում։ Դա անհանդուրժելի է։ Ես ասեմ ինչու։ Էլի եմ ասում, ազատազրկումը ինքը ամենածանր հանցագործության համար էլ եւ ամենաթեթևի համար էլ բավականին ծանր զրկանք է։ Ազատությունից է զրկում։ Դրա համար այն ինչ որ պարտավորվում է պետությունը անել, այն է 4 քառակուսի մետրը, այն է մարդավայել բոլոր դեպքերում պայմաններ, դա անհրաժեշտ է տեղի ունենա բոլոր պարագաներում։ Եվ այն քանի տարի է դրա մասին խոսում է հասարակությունը, ամեն անգամ ասում են, որ կամ չի հերիքել, կամ չկա, կամ եւ այլն։ Ես գտնում եմ, որ այստեղ կա ուրիշ պատճառ։ Բացի նրանից, որ պետք է նոր, ասենք, կառույց լինեն եւ պայմանները լավ։ Եկեք հստակեցնենք այն հանձնաժողովները, որոնք կոչված են թեթև եւ միջին ծանրության հանցագործությունների համար վերանայել, նայած թե ինչպես է իրեն ինքը դրսևորում անձը արդեն ազատազրկման վայրում, որ կարողանան եւ որոշեն ավելի, այսպես ասած, պայմանական այն բոլոր պայմանները կներեք բոլոր իրականացման ժամանակ ազատազրկման այդ ժամկետը կրճատելու։ Մեր հանձնաժողովները երկուսն են կարծեմ այդպիսիները, այնպիսի մի կարծրատիպերով են հանդես գալիս, որ ես քանի տարի է որ դիմում եմ եւ միջև անգամ հիմնավորված հիմքեր եմ բերում, հիմնավորված ավելի շուտ այնպես նամակներով եմ հանդես գալիս, որ այս այնցին եւ այլն, ելի ստացվում է որ տարեկան երևի թե 1-2 մարդու հանդեպ է կիրառվում այդ ժամկետի կրճատման այդ
օրենքով նախատեսված այդ հնարավորությունը։ Ես այստեղ խորքային բաներ եմ տեսնում։ Ես արդեն տեսնում եմ նա ինչ որ օրինակ նույնը կարող եմ ասել մանկատների հանդեպ։ Ինչ որ մարմիններում, ինչ որ մարդիկ շահագրգռված են այդտեղ ունենալ իրենցից կախված մարդկանց մեծ թիվ։ Արդյոք մեր քրեակատարողական հիմնարկները նպաստում են, որպեսզի այնտեղ հայտնված անձը ուղղվի, թե ուղղակի զուտ կատարում են, այսպես ասենք, մեկուսացնելու ֆունկցիա։ Դա անհանդուրժելի է։ Ես ասեմ ինչու։ Էլի եմ ասում, ազատազրկումը ինքը ամենածանր հանցագործության համար էլ եւ ամենաթեթևի համար էլ բավականին ծանր զրկանք է։ Ազատությունից է զրկում։ Դրա համար այն ինչ որ պարտավորվում է պետությունը անել, այն է 4 քառակուսի մետրը, այն է մարդավայել բոլոր դեպքերում պայմաններ, դա անհրաժեշտ է տեղի ունենա բոլոր պարագաներում։ Եվ այն քանի տարի է դրա մասին խոսում է հասարակությունը, ամեն անգամ ասում են, որ կամ չի հերիքել, կամ չկա, կամ եւ այլն։ Ես գտնում եմ, որ այստեղ կա ուրիշ պատճառ։ Բացի նրանից, որ պետք է նոր, ասենք, կառույց լինեն եւ պայմանները լավ։ Եկեք հստակեցնենք այն հանձնաժողովները, որոնք կոչված են թեթև եւ միջին ծանրության հանցագործությունների համար վերանայել, նայած թե ինչպես է իրեն ինքը դրսևորում անձը արդեն ազատազրկման վայրում, որ կարողանան եւ որոշեն ավելի, այսպես ասած, պայմանական այն բոլոր պայմանները կներեք բոլոր իրականացման ժամանակ ազատազրկման այդ ժամկետը կրճատելու։ Մեր հանձնաժողովները երկուսն են կարծեմ այդպիսիները, այնպիսի մի կարծրատիպերով են հանդես գալիս, որ ես քանի տարի է որ դիմում եմ եւ միջև անգամ հիմնավորված հիմքեր եմ բերում, հիմնավորված ավելի շուտ այնպես նամակներով եմ հանդես գալիս, որ այս այնցին եւ այլն, ելի ստացվում է որ տարեկան երևի թե 1-2 մարդու հանդեպ է կիրառվում այդ ժամկետի կրճատման այդ օրենքով նախատեսված այդ հնարավորությունը։ Ես այստեղ խորքային բաներ եմ տեսնում։ Ես արդեն տեսնում եմ նա ինչ որ օրինակ նույնը կարող եմ ասել մանկատների հանդեպ։ Ինչ որ մարմիններում, ինչ որ մարդիկ շահագրգռված են այդտեղ ունենալ իրենցից կախված մարդկանց մեծ թիվ։ Խոսեցիք նաև կոռուպցիայի մասին, վերջերս նաև այդ մասին բարձրաձայնվեց, մասնավորապես նշվելով, որ անգամ դատապարտյալից լողանալու համար գումար են պահանջում, նրան արտոնություն տալու համար կամ երկարաժամկետ տեսակցություն կազմակերպելու համար։ Այս դեպքում ինչու չեն բարձրաձայնում մասնագետները խնդիրը, որպեսզի լուծում ստանա։ Ես ասեմ ձեզ, ես ունեմ փորձ իդեպ, ուսումնասիրել եմ այդ փորձը այլ երկրներում, որտեղ վիճակները ավելի վատն է եւ ինչն է հետաքրքիր որտեղ վիճակը ավելի վատ է եւ կոշտ վերաբերմունք կա օրինակ Ռուսաստան, Ուկրաինա այնտեղ բողոքը ավելի հնչեղ է եւ հասանելի իսկ Հայաստանում կա մի կարծրատիպ անգամ այդ տուժած կողմից որ Եթե ասես, դրա վերջը ինչ պետք է լինի, հա ասենք հնչեցրեցիր, հետո ավելի վատ քեզ կվերաբերվեն։ Եվ այստեղ են որ ես ասեցի ավելի շոշափելի քայլերով ավելի երևաց, ես դա նկատի ունեմ։ Մենք երևացող կողմի հետ կարծես թե արել ենք բավականին շատ աշխատանք, ֆիզիկական պայմաններ կրկնում եմ, բացառության պայմանների, որը ասել ենք, նույն բժշկական, սոցիալական աշխատող, վերջապես քահանաներ են գնում եւ հոգեպես այդ ծառայությունը շատ պահանջված է, բայց կան բաներ որոնք այդպես էլ դուրս են մնացել, դա ներքին դժվար կարծես թե որսալի երևույթներն են, որոնց պատկանում է այդ կոռուպցիոն ամենաանտանելի բանը, կոռուպցիան է բանակում եւ բերդում։ Ես դա պետք է ասեմ եւ միշտ ասելու եմ, անգամ եթե դա համատարած չի կամ այդքան մեծ չափերի չի, մեկ է, դա ամենաանտանելին է, որովհետև մարդկանց բանակում նա սահմանափակ ազատության մեջ է եւ գնացել է երկիրը պաշտպանելու, տեսեք վեհությունը նպատակի եւ կոռուպցիա։ Ես առաջարկել եմ բանակի համար, որ դա դիտվի այն մարդու կողմից, որը կորզել է, շորթել է այդ գումարը, որ դրան դատեն պատերազմական պայմանների համաձայն,
Որտեղ մենք ասում ենք, մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, դիրքային պատերազմ է, չէ՞, համարում ենք։ Հիմա նույնը ես վերաբերվում եմ այդ արդեն բարոյական առումով, դա բարոյական անկման ամենավերջի պահն է, երբ որ ազատազրկված մարդուն նշանակում է եւ իր ընտանիքին, քիչ է որ ինքը զրկվել է իր կամ կերակրողից կամ զավակից, հիմա էլ գումար է պահանջվում։ Ես այստեղ կկոշտացնեի օրենքները եւ կփնտրեի այն երկրներում այն ձևերը, այն բաց ավելի լինելու ձևերը, որոնք հնարավորություն են տալիս ուղղակի շեշտակիորեն կրճատել այդ կոռուպցիոն ռիսկերը։ Եվ երբ որ ես ասեցի ուսման համար, տեսեք, դրական բանը կա։ Միշտ մեզ ասում են, ինչ չեք ասում դրական բաների մասին։ Ես ասում եմ միշտ, օրինակ Նուբարաշենում արդեն կա, ինչքան ես հասկացա, 3-րդ ուսանողն է բուհի վերջերս Սլավոնական համալսարանի այն ինստիտուտի իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի, որի տնօրենն եմ ես հանդիսանում, մի 6 հոգանոց խումբ մենք գնացել ենք եւ լրջագույն քննական այսպես մի գործընթաց է ծավալվել, Մհեր Ենոկյանից քննություն ենք ընդունել, պետք է ասեմ փայլուն հանձնել է քննությունները եւ հիմա մենք ունենք հերակա ուսանող իրավաբանության ուղղությամբ Մհեր Ենոկյան, բակալավրիատի հերակա ուսուցման դարել է ուսանող։ Այսինքն դրականը կա, ես երբևիցե չեմ կանգնել այն մարդկանց կողքին, որ ասում են ոչ մի բան չի փոխում, բայց մարդկային այն նրբանկատություն պահանջող առումով դեռ հասարակությունը չի կարողացել հասնի այդ ոլորտներին, որտեղ անձը իր արժանապատվությունը համ մեղք է գործել, մեղքի համար, այդ հանցանքի համար ինքը պատժվում է։ Հիմա իրեն պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ինքը իր մարդկային կերպարին վերադառնա կամ պահպանի։ Իսկ երբ որ այդ կոռուպցիոն թվում է թե գումարային բան է դա գումար չէ։ Դա մարդու արժանապատվության հանդեպ ուղղակի, գիտեք, անթույլատրելի ոտնահարում է եւ արժանապատվության հանդեպ չեմ ուզում վատ բան ասեմ, էլի, բայց այնպիսի վերաբերում, որ անմարդկային պետք է ես կոչեմ, անմարդկային է դա։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, Գալայրոստանգերության եթերում Իմ իրավունք հաղորդաշարի հերթական թողարկումներ տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Լավերդյանին։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, ցտեսություն։